Այսօր Երևանը դարձել է Աբդուլ Համիդի Ստամբուլը եւ երեք թուրքերի Ստամբուլը, որտեղ գլխատվում են բոլոր մտածող մարդիկ։ Ինչ պետք է անեն, ինչ պետք է անի հիմա։ Իրենք պետք է պտտվեն եւ ժողովրդին միանան։ Իրենք պետք է պտտվեն եւ ժողովրդին միանան, որովհետեւ իրենք Վանեցի եմ, եթե շատ արմատներս հետաքրքրում, ինչ եք ուզում անել, ինչ եք ուզում այդ հարցը տալ, ինչ եք այդ հարցը, դուք մայոր եք, ինչ եք բույվշի, ատստավկա, ահա, շատ ուրախ եմ, ես շարկային բանվոր եմ, և ինչ եք այդ հարցը տալիս, ինձ համար Արցախցի է, Վանեցի է, Էջմիածինցի է, բոլորը հայ են, և մենք ուզում ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում, այլ ոչ թե Թուրքի Ստամբուլում, դուք հասկանում եք, Այսօրվա դրությամբ իմ կրթությունը ինձ թույլ է տալի կարծիք հայտնել, բայց ես ինժեներ եմ, եթե դա ձեզ շատ աղուզում։ Ագիտացիա, լսեք, ոչ, ես բոլորի պես չեմ կանգնի։ Ինչ եք դուք ուզում ինձ լեզուս փակել, ինչ եք ուզում փակել։ Այսօրվա դրությամբ արդեն ոտնահարվել է ամեն ինչ, գործը հասել է մեր առաքելական եկեղեցու եւ դուք ինձ ասում եք, որ ես փակեմ, դուք նման բան կարող եք պատկերացնել, որ որևէ մսկիթում մի հատ ամենաանդրագետ մոլայի բան ու բռնեն տանեն, դուք եք պատկերացնում եք, ոչ, ամենաանդրագետ մոլայի հետ, տես չեն վարվել ինչ որ այսօր արվում է, ամոթ է։ Ես ուզում եմ, որ բոլոր ոստիկանները թեքվեն դեպի ժողովուրդ և այդ նույն հոդվածով, որ տրված է Սրբազանի հանդեպ, այդ հոդվածով այսօրվա դրությամբ կալանավորեն Նիկոլ Փաշինյանին, ընդեղ բառերը, որ գրված է, լրիվ համապատասխանում է, տարածքային, չգիտեմ, ես չեմ կարող, ես յուրիշ չեմ։ Մենք խանգարեցինք ձեզ լրագրողները հարցեր տանել։ Այսինքն մենք խանգարում ենք։ Գոռում եմ, դուք ուզում եք ես քնելով հանգիստ ասեմ, ինչ պուպուշա Նիկոլ Փաշինյանը, հա։ Դուք ինչ է, դա եք ուզում լսեք, դուք չեք հասկանում Երևանում այսօր ինչ է կատարում, ես ես կրկնում եմ Աբդուլ Համիդ և երեք թուրքեր, այսօրվա դրությամբ Աբդուլ Համիդի 94-96 թվականները 19-րդ դար և 15-ից 23 թվական հայոց ցեղասպանության օրերն այսօր երեք թուրքերի օրոք միթե չեք տեսնում և նույնպես գլխատվում է ամբողջ ազգի սերուցքը հասել են ամենակիրթ մարդկանց, սրբազաններին, դուք հասկանում եք ինչ է կատարվում, միայն թուրքը կարող է այդպես բան անել։ Ես ասում եմ մսկիթ որևէ մեկը մի հատ մոլայի կկպներ տենց բան աներ։ Ախր ամոթ է մեր ազգին է ամոթ։